Խորհուրդը շատ հստակ է, քաղաքացիները հավաքվել են իրենց աջակցությունը հայտնեն հայ առաքելական Մի քիչ առաջ հայ առաքելական Սուրբ եկեղեցու Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը կոնկրետ Նիկոլ Փաշինյանը նոր չի որ պայքարում է հայ առաքելական եկեղեցու դեմ ինքը իշխանության գալու հենց հաջորդ օրվանից պայքարել է եկեղեցու դեմ ժամանակին եթե պայքարում էր այլ մարդկանց միջոցով այսպես ասած տակից հիմա բացահայտ արշավանքի անցել եկեղեցու նկատմամբ նաև ծանոթ եք իր վերջին կոչին խմբեր ձևավորելու եկեղեցու վրա հարձակվելու, թիրախավորելու եւ այսօր այս ժամին մեր քաղաքացիների եթե դու նայեք իր քայլերի հերթականությունը, ինքը գնում է դեպի դրան։ Կարծում շատ ձեր համար էլ պետք է հստակ լինի, ինքը դեպի ուր է տանում, ծանոթ լինելով նաեւ իր ձեռագրին, անցած ճանապարհին եւ վարուլակերպ։ Սա ընդհանրապես զորակցություն է հայոց վեհափառին, հայ առաքելական եկեղեցուն քաղաքացիների կողմից, որ եկեղեցին մենակ չի ու երբեք թույլ չենք տալու, որ այդպես վարվեն մեր եկեղեցին։ Սա կօգնի, որպեսզի իշխանությունը զատնի դնի այս հարցում։ Սա ընդհանրապես սկիզբն է կարծում եմ, բնականաբար առհասարակ սրա դեմ պայքարելու համար պետքա կռիվ տաս։ Եթե ուզում եք այդ հրեշին մտցնել իր բունը, պետքա լինի համապատասխան արձագանք, պայմանավորվելով, համագործակցելով, լուռ մնալով, կարծելով, որ այլևս կդադարի հարձակվել, չի լինելու։ Հետևաբար սա առաջին քայլն է, շատ պարզ, ընդհանրապես համերաշխություն եկեղեցու։ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություններից հետո հակապետական եւ այդ կարմիր գծերը հատելուց հետո համապատասխան քայլեր եղան, բայց արդեն վերջին կետին, առաքելական եկեղեցուն է ինքը հասել, էլ ինչ պիտի լինի, որ հնարավոր դառնա նրան հեռացնելը, էլ ինչ պիտի լինի, որ նրան ընդդիմությունը կարողանա ասել գնա արդեն ժամանակն է։ Նիկոլ Փաշինյանը կարմիր գծերը անցել է շատ վաղուց։ Այս ամբողջ ժամանակահատվածում եղել են տարբեր նախաձեռնություններ, տարբեր շարժումներ, փորձեր, որպեսզի ազատվենք այս չարիքից, դժբախտաբար ցանկալի արդյունք դեռ չենք ունեցել։ Հիմա հետագա քայլեր եւ process-ները ցույց կտան։ Բայց ինքը իր ցանկալի արդյունքին հասնում է, հենց դա է հարցը։ Այսինքն բոլոր Մենք էլ պետք է անենք անենք, որ չհասնի։ Հիմա ինչ եք ասում, չեմ հասկանում։ պետք է անել, հստակ քայլեր, պարոն Սաղաթելյան, հստակ քայլ, առաջի քայլը հավաքվեցինք այստեղ մեր աջակցությունը հայտնելու կաթողիկոսին։ Այսօր քայլով ինչ պետք է այսօր հավաքվել ենք համերաշխություն, զորակցություն եւ աջակցություն հայտնելու քայլերի, գործողությունների, հետագա ծրագրերի համար ավելի պատշաճ տեղում, վայրում եւ ըստ հերթականություն կխոսենք։ Այսօր եկել ենք ասելու ընդհանրապես մի բան, միջայլոց Միքայել Սրբազանը դա շատ դիպուկ էր ձևակերպել։ Եթե դու ընդունակ ես ամեն ինչի, մենք էլ պատրաստ ենք ամեն ինչի եւ ցույց ենք տալիս, որ վեհափառը եւ եկեղեցին մենակ չի։ Այսօր դրա շուրջ է մեր այսօրվա ստեղ գտնվելը։